Հայրաստիճան զուսպ, լուռ, շնորհալի, ով միշտ պատրաստ է օգնել։ Նա քիչ հանդիպող բարի եւ խաղաղ մարդկանցից է, բայց միշտ մտազբաղ ու թախծոտ։ Շատ քիչ է խոսում իր ձեռքբերումների եւ հաջողությունների մասին։ Չի սիրում պատմել իր առաքելության եւ կատարած դժվար գործերի մասին։ Այսպես են բնորոշում պրոֆեսոր Արմեն Չարչյանին նրա մանկության ընկերները։ Ում է պարտական պրոֆեսորը հենց այսպիսին լինելու համար, ինչի մասին է լռում, ով է այն միակը, ում շնորհիվ նրա ժպիտը երբեք չի խամրում, ինչ դիպվածի առերեսվեց 33 տարեկանում, որը գլխիվայր շրջեց նրա ողջ կյանքը, որ հարցից հետո պրոֆեսորը չկարողացավ զսպել արցունքները, եւ թե ինչը երբեք չի ների, բժշկի մոտ բացահայտել ենք նրա տարեդարձի օրը։ Այսօր արդեն բոլորում է ձեր կյանքի 66-րդ տարելիցը եւ հետաքրքիր է, որն է 66 տարվա ընթացքում ձեր ամենամեծ հպարտությունը։ Իմ զավակները։ Զավակ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն բիոլոգիական երեխաներիս, այլ նաեւ այն մասնագիտական թիմը, որը ես ստեղծել եմ, եւ իմ ընտանիքը։ Ինչ դեպք է եղել, որ ճակատագրական հետք է թողել ձեր ամբողջ կյանքի վրա։ 92-ի Շուշիի ազատագրումը։ Դրանից հետո իմ տիեզերքը փոխվեց։ Ես այլ տիեզերքի մարդ եմ։ Ինձ համար արժեքների վերագնահատում եղավ այդ ժամանակ եւ արժեհամակարգային կտրուկ աճ եղավ այդ ժամանակ։ Դուք ունեք ամեն ինչ, երջանիկ ընտանիք, լավ աշխատանք, լավ անուն եք ձեռք բերել, իսկ հետաքրքիր է, կուզենայիք առհասարակ ձեր կյանքը նորից սպիտակ էջից սկսել։ Երբևէ նման, այսպես ասած, միտք ձեզ մոտ առաջացել է։ Բնավ չի ուզենա այս բոլոր ձեռքբերումներով հանդերձ, այս ամենով հանդերձ նորից սպիտակ էջից սկսել, որտեվ անգամ այն բաց թողումները, սխալները, թյուրիմացությունները, որոնք որ եղել են իմ կյանքում, դրանք իմն են։ Դրանք իմ սեփականությունն են, իմ արածն են։ Եվ ես չեմ ուզում երբևէ, որպեսզի դրանք չլինեն, դրանք նույնպես հետաքրքրություն են տալիս կյանքին։ Պարոն Չարչյան, շատ հայտնի ականավոր մարդիկ, որոնց թվում նաև դուք եք, շատ ցավոտ են երբեմն ընդունում իրենց անձի հասցեին քննադատությունները։ Հետաքրքիր է դուք ինչպես եք ընդունում։ Պետք է տարբերակել քննադատությունները։ Կան քննադատություններ, որոնք որ իրապես կառուցողական են, ես դա շատ լավ եմ ընդունում, դրական եմ ընդունում եւ փորձում եմ դրանից եզրակացություններ անել, հանգել որոշակի եզրակացությունների եւ ուղղել այն, ինչի համար այդ քննադատությունը արված է, եւ կան քննադատություններ, որոնք որ պատվիրակած են, չնայած իմ նկատմամբ շատ քիչ են եղել այդ պատվիրակած քննադատությունները, ես դա զավեշտով եմ ընդունում, ժպիտով։ Բոլոր դեպքերում քննադատությունը դա շատ դրական երևույթ է։ Առողջ քննադատություն։ Բոլոր տեսակի քննադատությունները, եթե անգամ անառողջ են քեզ քննադատում, նշանակում է քեզնից վախենում են, նշանակում է քեզ հաշվի են առնում, նշանակում է քեզ ընդունում են որպես մեծություն, որ շունը հաչում է օդի վրա չի հաչում։ Ինչպիսին եք ձեզ պատկերացնում 15-20 տարի հետո։ Երկու պատկերացում կա։ Պատկերացում առաջին իմաստուն զառամյալ ծերունի եւ պատկերացում երկրորդ հորիզոնական մեջքի վրա պառկած։ Մենք չենք կարող ասել, անքննել են Աստծո ճանապարհները 15-20 տարի հետո ինչ կլինի, որտեղ կլինենք։ Թումանյանն այդպեսին ունի քարակ, ինչ Իվանասով կլինի, հարևանը քո շիրիմի, չեմ պատկերացնում։ Կկիսվեք ձեր երջանկության բանաձևով։ Ամեն նախաձեռնությանը, ամեն գործին անմնացորդ տրվելը։ Դուք ձեզ համարում եք երջանիկ մարդ։ Այո, իհարկե, եւ շատ։ Ես ունեմ շատ գեղեցիկ հրաշալի ընտանիք, ես ունեմ հրաշալի զավակներ, ես ունեմ շատ լավ աշխատանք, որ ես շատ սիրում եմ, ես ունեմ հրաշալի ընկերներ, ես ունեմ մասնագիտություն, որին որ ես ամբողջովին տրվում եմ,
Հետևաբար ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ։ Դա ես մի անգամ եւս կրկնել եմ տարիներ առաջ։ Աշխարհի ամենահարուստ մարդը։ Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ։ Դրանից ավել հարստություն պետք չէ։ Դրանից ավելը արդեն ոչ թե հարստություն է, այլ վիճակագրություն։ Ում եք պարտավոր այսօրվա կերտած Արմեն Չարչյանի համար։ Առաջին իմ ծնողներին, երկրորդ իմ ուսուցիչներին, երրորդ իմ ընտանիքին, չորրորդը իմ ընկերներին, հինգերորդ իմ բարեկամներին, վեցը չարակամներին, յոթը քննադատներին եւ ի վերջո թշնամիներին։ Առհասարակ ձեզ ճանաչողները նշում են, որ դուք ամեն ինչ ներում եք, ամեն ինչ հանդուրժում եք, իսկ կա մի բան, որը երբեք չեք ների, որի հետ առհասարակ կոնտակտի մեջ չեք մտնի։ Ներելը դա Աստծո շնորհ է, հա, դա հատուկ է միայն Աստծուն։ Մենք կարող ենք արհամարել կամ մոռանալ, հա, իսկ ինչ չեմ կարող հանդուրժել, դա երկու բան է, դա առաջինը դավաճանություն եւ երկրորդ մարտնչող տգիտություն։ Երբ որ մարդ տգետ է, բայց ինքը փորձում է մարտնչել եւ փորձում է պայքարել ապացուցելու համար իր տգիտությունը։ Խորհուրդ, որը տվել եք ձեր զավակներին եւ որով արդեն իսկ տեսնում եք, որով առաջնորդվում են արդեն երեխաները ձեր։ Խորհուրդ բոլորին, եղեք ինքներդ ձեզ հետ։ Եղեք մի փորձեք ընդօրինակել կամ կրկնօրինակել որևէ մեկին։ Ինքներդ հարթեք ձեր ճանապարհը։ Եղեք ինքներդ ձեզ հետ։ Ո՞վ է եղել ձեր ուսուցիչը։ Առաջի ամենամեծ ուսուցիչս իհարկե հայրս էր, հետո մայրս, ծնողներս, հետո արդեն եղել են մասնագիտական ուսուցիչներ, եղել են նաև որոշակյորեն կյանքի ուսուցիչներ։ Կա մարդ, որին ցանկանայիք նմանվել, որին ցանկացել եք նմանվել։ Երիտասարդ տարիքում իհարկե կար, մինչև մի որոշակի այդ վարտագույն ակնոցները կամ երազանքները բաները դա Ալբերտ Էյնշտեյնն էր։ Ալբերտ Շվեյցեր, Ալբերտ Էյնշտեյն, տարբեր Բեթհովեն ավելի երիտասարդ պատանեկան տարիքում։ Իսկ հիմա ես ցանկանում եմ լինել ինքս ինձ հետ, ինքս ինձնով։ Ընդունեք ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Իմ դրական, բացասական, երբեմն շատ բացասական, երբեմն զազրելի կողմերով հանդերձ, բայց հիմնականում դրական։ Պրոֆեսոր, շատ հաճախ մենք լավ մարդկանց, լավ հատկանիշներով օժտված մարդկանց, այսպես ենք բնորոշում մարդ մեծատառով։ Ո՞վ է ձեզ համար մարդ մեծատառով։ Շատ կան, շատ են։ Հիմա դժվար է թվարկել մարդ մեծատառով։ Պարույր Սևակ, մեծատառով մարդ, Թումանյան, Հովհաննես Թումանյան, Իսահակյան, մեծատառով մարդ, նկարիչներ, կոմպոզիտոր Այվազովսկի։ Իսկ կա ինչ-որ մի բան, որի մասին հաճախ եք լռում եւ երբեք չեք բարձրաձայնում։ Իհարկե կան տենց բաներ, եւ քանի որ երբեք չեմ բարձրաձայնել, հիմա էլ չեմ բարձրաձայնի։ Ինքներդ ձեզ հետ եք հաղթահարում այդ չբարձրաձայնված խնդիրը։ Ամենամեծ հաղթանակները, որ մենք ունենում ենք, դա ինքներս մեր նկատմամբ է։ Մնացյալ հաղթանակները, եթե մենք կարողանանք ինքներս մեզ հաղթել, եթե կարողանանք ինքներս մեզ տրամադրել, եթե կարողանանք ինքներս մեզնով խնդիրը լուծել, ապա մենք հաղթանակած ենք մնացյալ այլ մակարդակներում։ Հաճախ եք արտասվում։ Բավականաչափ տղամարդու համար։ Դրանք հիմնականում դրական արդյունքներ են, էմոցիոնալ արդյունքներ են։ Ես կարող եմ շատ սիրուն երաժշտություն լսեմ եւ արդյունքներ հայտնվեն։ Օրինակ իմ լավագույն ընկերներից, մանկության ընկերներից Տիգրան Հեկեկան, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հիմնադիրը եւ ղեկավարը 30 քանի տարի 32-33 տարի ղեկավարը
իր համերգներին ես երբեմն արտասվում եմ։ Իսկ վերջին անգամ երբ եք արտասվել։ Չեմ ասի։ Չեմ ասի, չէ, դա գիտեք, դա թուլություն չի ոչ կնոջ, ոչ տղամարդու, ոչ երեխայի համար դա թուլություն չի։ Դա էմոցիայի ժայթքում է։ Ընդ որում դա ավելի ուժեղացնում է։ Այդ էմոցիայի հրաբուխը ավելի ուժեղացնում է հետագայում։ Քեզ մոտիվացնում է, քեզ ստիպում է, քեզ պարտադրում է, որ դու դա հիշես, ինքդ դժվար է բոլորի ներկայությամբ արցուկ հայտնվել տղամարդու աչքերին, բայց դու հիշես, որ դա տենց բան կա ու այդ ուղղությամբ աշխատես, մասնավորապես այդ ուղղությամբ ճիշտ աշխատես։ Ասում են, որ սխալը ընդունելը ուժեղ մարդուն բնորոշ հատկանիշ է։ Դուք կիսում եք այդ տեսակետը։ Գիտեք, տարբեր արտահայտվածություններ կան այդ սխալը ընդունելու։ Կա երբ որ սխալդ ընդունում ես եւ ասում ես այո ներողություն, ես սխալվել եմ, ես ընդունում եմ իմ սխալը, սա կփոխեմ։ Կա երբ որ սխալդ ընդունում ես ներքուստ, բայց ցույց չես տալիս որ դու քո սխալը ընդունել ես։ Չէ, սենց է, ես ասել եմ այսպես պետք է լինի, բայց ներքուստ համոզված ես որ ճիշտ չես, հետագա քայլերդ մի քանի կասկադով հանգեցնում ես նրան, որ այդ քո սխալը հետո արդեն ինքն իրեն հակազդվի կամ ինքն իրեն ուղղվի եւ կա որ դու չես ընդունում եւ չես էլ արտահայտվում այդ է մարտնչող տգիտությունն է այդ երրորդը հա ես հիմնականում առաջի երկուսի միջև եմ ընդ որում երկրորդը գերակշռող է ներքուստ կարող է սխալս ընդունեմ բայց ինչ որտեղ չարտահայտվեմ չասեմ որ ես սխալ եմ բայց հետո նենց անեմ որ այդ սխալը ուղղվի արածով ապացուցեմ որ այդ սխալը ուղղվի Ինչ երազանք նպատակ ունեք, որոնք որ դեռ չի իրականացել կամ որոնք որ դեռ չեն իրականացել եւ այդ նպատակի համար շատ մեծ այսպես ջանք եք ներդնում։ Կա արդյոք նման։ Գիտեք, դրանք սոս երազանքներ են եւ նպատակներ են, բայց սկզբից լինում է երազանքը, հետո այդ երազանքը դառնում է ծրագիր, հետո այդ ծրագիրը դառնում է իրականություն։ Դա չեմ հիշում ով էր ասել, բայց դա շատ տարածված ընդունված արտահայտություն է, ասեմ Թումանյանով, հա, լիներ խաղաղ մի անկյուն, լիներ մանկան արդարքուն, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկություն։ Ամեն դեպքում մենք տեսանք ձեր հույզերը, ապրումները եւ այս պահին էլ, թեև դուք փորձում եք Ես պարում եմ ծնծես։ Բայց նկատելի է։ Հա, Շնորհակալ ենք պրոֆեսոր։ Պետք է երևա ամեն ինչ, գիտեք, մարդու մոտ ամեն ինչ պետք է երևա, ինքը պետք է ներսը պահել չի կարելի։ Ոչ լավը, ոչ վատը։ Շնորհակալ ենք ձեզ ձեր խիտ գրաֆիկից մեր ժամանակ տրամադրելու եւ պատրաստակամություն հայտնելու ձեր պացիենտների, մեր հետևորդների համար փորձեցինք բացահայտել պրոֆեսոր Արմեն Չարչյանի դեռևս չբացահայտված կողմերը, թեև դուք ամեն դեպքում փորձեցիք ամեն ինչ անել, որպեսզի մնաք չբացահայտված։ Գիտեք, ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, երբ որ հարցրեցին մարդ կա, որ քեզ լավագույնս ճանաչում, ասեցի, հա, մարդ կա, որ ինձ մի 50-60%-ով ճանաչում, ով եք, ես եմ։ Եվ դա շատ ֆանտաստիկ պատասխան է։ Ես մենք ինքներ մարդկանց թվում է, թե իրենք ինձ ճանաչում են շատ, հա, բայց հա, այդ շատը որոշակի տիրույթում իրանց համար շատ է։ Իսկ ձեր ծնողները ձեզ ճանաչել են։ Հա, մայրս եւ հայրս եւ մայրս շատ լավ են ճանաչել։ Շատ լավ են ճանաչել։ Այդ 60-ից ավել։ 60-ից ավել, շատ ավել։ Հա, բայց դրանից հետո շատ զարգացել եմ եւ ինչքան զարգանում ես այնքան այդ մեծանում է քո շրջահայացքը։
հա, ու դու չգիտես թե իրավիճակային ինչ ռեակցիաներ կարող ես այստեղ տալ, այնտեղ տալ եւ այլն։ Երբեմն իրավիճակային ռեակցիաները սպոնտան են, իրանք գալիս են ու իրանք քեզ չեն հարցնում։ Դու ես տալիս այդ ռեակցիան։ Ինչ կասեիք երիտասարդ ուսանող Արմեն Չարչյանին այսօրվա իմաստությամբ։ Ինքը արել էր այն, ինչ որ ես իրան կասեի։ Եղիր ինքդ քեզնով։ Իսկ ես միշտ եղել եմ ինքս ինձնով։ Ինձ անգամ ասել են, որ ինձ համոզել հնարավոր չէ, եթե ես իմ համոզմունքն ունեմ։ Ինձ կոտրել հնարավոր չէ, եթե ես իմ համոզմունքն ունեմ, էլի միակ բանը ուսանող Արմեն Չարչյանին կասեի, որ ավելի շուտ գար Աստծուն։ Ես Աստծուն եկել եմ 33 տարեկանում։ Ինքը քիչ ավելի շուտ կարող էր գալ։ Պարոն Չարչյան, դուք շատ հատկանշական ըստ էության Հիսուս Քրիստոսի տարիքում 33 տարեկանում, ինչպես դուք նշեցիք, եկաք Աստծուն, ինչը ձեզ ստիպեց։ Ես ասացի, որ Շուշիի այդ պատերազմի մասնակցությունը երկրաշարժը, հետո պատերազմը լուրջ հիմքեր ստեղծեց երկրաշարժը արդեն մտածելու այդ ուղղությամբ Աստծո գոյության մասին, Աստծո առաջնորդությունը մեր կյանքում, դրանից հետո եղավ պատերազմը, Շուշիի գրավումը եղավ, ես մասնակցել էի եւ դեպքերի ընթացքը, դեպքերի անալիզը, ամեն ինչ հանգեցրեց նրան, որ կա մի գեր ուժ, գերբնական ուժ, կա մի տիեզերական աջակցություն, թե տիեզերական նախախնամություն, որը որ եւ դրա համար դրանից հետո ասացի, որ Շուշիից հետո իմ տիեզերքը փոխվեց, իմ աշխարհը փոխվեց։ Կա այսպիսի մի տարածված տեսակետ, որ երբ հեռանում ես Աստծուց, բոլոր փորձանքները իրար հետևից գալիս են, եւ ուզում եմ ձեր անձնական փորձով ինչ խորհուրդ կտաք, ինչպես կարողանալ մոտենալ Աստծուն։ Իմ տեսլականը ընդհանրապես երկիրը այս վիճակից հանելու եւ այլն 4 կետ կա։ Առաջին վերադարձ առ Աստված, հոգևոր դաշտը։ Երկրորդը դա ազգային գաղափարախոսություն եւ ազգային փիլիսոփայություն ստեղծելն է, բավականաչափ նեղ տիրույթով շարժվել առաջ օրենքի եւ իրավունքի գերակայությամբ։ Երրորդը դա քվանտային տնտեսությունն է, ստեղծել քվանտային տնտեսություն, միջելից քվանտայինն էլ, քվանտայինի մեջ էլ աստվածային կա։ Դա հետո կասեմ, եւ չորրորդը դա ցանցային ազգն է, համախմբել ամբողջ համայն հայությունը, սփյուռքը։ Եվ այդ բոլորի մեջ կա Աստծո եկեղեցու շատ մեծ դերակատարությունը եւ ցանցային ազգի համար եւ օրենքի իրավունքի գերակայության համար, նաեւ բարոյական օրենքներ, բարոյական վարքագիծ եւ այլն եւ վերադարձ առ Աստվածի մեջ թե եկեղեցու եւ հասարակության կապի կարևորությունն է, այդ անքակտելի կապի կարևորությունն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։